Ձարգո պարոն ռեկտոր, հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ, ծնողներ և հյուրեր։ Այսօր մեր համալսարանի ուզում էի ասեի 100-րդ շրջանավարտներ, ես այդպես է հաշվել, բայց ռեկտոր ասեց 99-րդ շրջանավարտների սերունդն է ճանապարհվում դեպի բժշկություն։ Ինձ համար այսօրը նաև խորապես անձնական է։ Ուղիղ 30 տարի առաջ ես կանգնած էի որպես մեր համալսարանի 69-րդ շրջանավարտ։ Եվ այդ օրը ինձ էր վստահվել մեծ պատիվ հնչեցնել Հիպոկրատի երդումը։ Այդ ժամանակ ես երիտասարդ բժիշկ էի և գիտելիքներով լի, հավատով և սպասումներով, բայց դեռ չգիտեի, թե ինչ է նշանակում իրական բժշկի անունը կրելը։ 30 տարվա ճանապարհից հետո կարող եմ ասել մի պարզ բան. բժիշկ չեն դառնում դիպլոմը ստանալու օրը։ Բժիշկ դառնում են դրանից հաջորդ ամեն օրերը։ Հիվանդի կողքին, դժվար որոշումների պահին, սեփական սխալներից դասեր քաղելով և ամեն անգամ մեկ ուրիշ մարդու կյանքի ու առողջության հանդեպ պատասխանատվություն վերցնելով։ Տարիներ անց ես հատուկ մեկնել եմ Հիպոկրատի հայրենիքը։ Ուզում էի կանգնել այն հին սոսու տակ, որից ստվերում նա սովորացրել և զրուցել է իր աշակերտների հետ։ Այդ վայրում հասկացա հստակ, որ ինչքան ժամանակը հեռավորություն ունի։ Փոխվել է աշխարհը, փոխվել է բժշկությունը։ Այսօր մենք օգտագործում ենք ռոբոտիկ համակարգներ, գենետիկ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն։ Տեսնում և բուժում ենք այն ինչ նախորդ սերունդների համար անհնար էր դա առաջ, բայց մի բան չի փոխվել։ Մարդը բժշկին շարունակում է վստահել իր ամենաթանկը, իր կյանքը և առողջությունը։ Եվ այդ վստահությունն է մեր մասնագիտության իրական հիմքը։ Ուստի այսօր ուզում եմ ձեզ փոխանցել ընդամենը 3 խորհուրդ։ Երբեք մի դադարեք սովորել։ Բժշկության մեջ վտանգավոր չի չիմանալը, վտանգավոր է կարծել, թե արդեն ամեն ինչ գիտես։ Երբեք մի կորցրեք մարդուն հիվանդության հետևում։ Հետազոտությունների, թվերի և պատկերների հետևում միշտ կա մարդ իր վախով, հույսով և վստահությամբ։ Եվ վերջապես, երբեք մի գնացեք ձեր խղճի դեմ։ Տարիներ անց ամենակարևոր հարցը չի լինելու, թե ինչ պաշտոն եք ունեցել, ինչ կոչում եք ունեցել, ամենակարևոր հարցը լինելու է, կարող եք արժանապատվորեն հետ նայել ձեր անցած ճանապարհին։ Սիրելի երիտասարդ արդեն գործընկերներ, այսօրվանից ձեր փոխարեն պիտի խոսի ձեր գիտելիքը, ձեր որոշումները, ձեր խիղճը և այն կյանքերը, որոնք վստահված են ձեզ։ Մեր 69-րդ և ձեր 99-րդ շրջանավարտ սերունդներին բաժանում է 30 տարի, բայց մեզ միավորում է նույն առաքելությունը, ծառայել մարդուն, պահեք այդ առաքելությունը, բարի ճանապարհ, սիրելի երիտասարդ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ։ Հուսամ այսուհետ
բոլորդ կդառնաք ուրոլոգ, ինչպես ես եւ ռեկտորը։